Ամերիկյան ավիակիրներն ու ռազմական տեխնիկան, օդուժը, որքան մոտենում են տարածաշրջան Իրանին, այնքան ավելի է մեծանում ու խորանում միմյանց նկատմամբ սպառնալիքների տարափը Միացյալ Նահանգներից եւ Իրանից։ Ամերիկյան տեղեկատվական աղբյուրները հայտնում են, որ Վաշինգտոնի եւ Թեհրանի միջև երկրի միջուկային ծրագրի եւ բալիստիկ հրթիռների արտադրության սահմանափակման վերաբերյալ նախնական բանակցությունների անարդյունավետությունը Թրամփին կարող է մղել նոր խոշոր հարվածի Իրանին։ Ընդ որում Թրամփը հայտնել է, թե Թեհրանին տված ժամկետը ավարտին է մոտենում։ Կարող է շատ ուժեղ հարվածել, բայց երկարատև պատերազմով նա չի կարող ինչ-որ խնդիր լուծել։ Այդ հարվածները չեն ոչնչացնելու Իրանը։ ԱՄՆ նախագահը ըստ ամերիկյան աղբյուրների հնարավոր է օդային հարվածներն ուղղի Իրանի առաջնորդների եւ անվտանգության ուժերի ուղղությամբ։ Ըստ Սպիտակ տան ղեկավարի հենց նրանք են պատասխանատու բողոքի ցույցերը ճնշելու եւ ցուցարարների սպանության համար։ Թեհրանը ԱՄՆ-ի եւ Իսրայելի հետ մտնում է հակամարտության երրորդ փուլ։ Հուսանք, որ Իրանը արագ կնստի բանակցությունների սեղանի շուրջ եւ կկնքի արդար եւ իրավահավասար համաձայնագիր առանց միջուկային զենքի, որը շահեկան կլինի բոլոր կողմերին։ Իրանը այս ընթացքում դիտաբերություն շատ երկրների հետ ունեւ Հայաստանի դասեր քաղել է 12 օրվա պատերազմի անհաջողությունից վերլուծել է եւ որոշակիորեն զինվել է։ Ռուսաստանի եւ Չինաստանից գնելով բարձր մակարդակի հակօդային պաշտպանություն, ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներ, հրթիռներ։ Իրանը շարունակում է դեռևս օգնություն թե քաղաքական թե այլ տիպի ստանալ Չինաստանից եւ Ռուսաստանի Դաշնությունից ու այլ իրենց դաշնակիցներից, այսինքն եթե նույնիսկ պատերազմը լինի, դա չի նշանակում, որ այն հեշտությամբ կհասնի այն նպատակին, ինչի համար էլ այդ պատերազմը պետք է լինի, այսինքն քաղաքական ռեժիմի փոփոխությամբ։ Իրանի բանակը պատրաստ է անհապաղ եւ վճռականորեն արձագանքել ցամաքում, օդում կամ ծովում ցանկացած ագրեսիայի։ Իսրայելի հետ անցած տարվա պատերազմի փորձը թույլ կտա ավելի արդյունավետորեն արձագանքել սպառնալիքներին։ ԱՄՆ նախապայմաններ է առաջադրել իրանցի պաշտոնյաների հետ հանդիպման համար, որոնք ըստ ամերիկյան տեղեկատվական աղբյուրների ներառում են ուրանի հարստացումից հրաժարվելը, բալիստիկ հրթիռների ծրագրերի սահմանափակումը եւ տարածաշրջանում իրանական պրոքսի ուժերին աջակցելու դադարեցումը։ Թեհրանը սակայն ըստ ամերիկյան աղբյուրների մերժել է այդ պահանջը եւ պատրաստ է քննարկել միայն միջուկային ծրագիրը։ Եթե դու այս հարցերում գնաս զիջումների, գնաս նաեւ այլ քաղաքական զիջումների, դու վերածվելու ես Իրաքի տիպի պետության։ ԱՄՆ-Իրան լարվածությունն ինչ խոսք բացասական ազդեցություն է ունենալու իր հյուսիսային հարևան Հայաստանի վրա։ Իրանի թուլացումից առաջին հերթին օգտվելու է Ադրբեջանը եւ հնարավոր է, որ օգտագործելով հարմար առիթը զորք մտցնի Սյունիք։ Ակնհայտ է, որ եթե մեծ պատերազմ լինի, Հայաստանը լինելու է Իրանի թշնամիների ճամբարում։ Դա ակնհայտ է։ Ու եթե մենք վերլուծենք տրիպ նախագծի խորքային իմաստը, ներկայիս կոնֆիգուրացիայով տրիպ նախագծը, մենք կտեսնենք, որ պարզապես հայ-իրանական սահմանը անցնելու է ամերիկացիներին։ Ադրբեջանական զորքերը շատ հանգիստ մտնելու են ամբողջ Սյունիքի մարզը ամբողջովին վերցնենք միջանցքը բացի ոչ թե ինչ-որ Տրամփի ճանապարհ կամ Մեղրի հարավը։ Ամբողջ Սյունիքի մարզը կարող է մտնի վերցնի տեղի հայ բնակչության դուրս քշի։ 22 թվականին կարևորագույն գործոններից մեկը, որը թույլ չտվեց Ադրբեջանին այն ժամանակ արդեն բացել Զանգեզուրի միջանցքը, դա Իսլամական հեղափոխության կորպուսի ներկայացուցիչների հայտնվելն էր հայ-ադրբեջանա-իրանյան սահմանին։ Դա ակնհայտ աջակցություն է Հայաստանի տարածքային ամբողջականությանը։ Բայց եթե մենք շարունակենք լինել Իրանի թշնամիների ճամբարում, Իրանն էլ կարող է իր համար եզրահանգումներ անել։ Ամերիկյան հարվածների արդյունքում հնարավոր է, որ միգրացիոն հոսքերն Իրանից ավելանան դեպի Հայաստան, իսկ Հայաստանը պատրաստ կլինի ընդունել։ Թուրքիայի դեպքում այդ երկիրն արդեն բուֆերային գոտիներ է ստեղծում, որպեսզի արգելի իրանցիների հոսքն իր երկիր։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։